Եկավ ժամը, որպեսզի կարողանանք մեր հարաբերությունները շտկել, մեր ընկերական հարաբերությունները, մեր հարաբերությունները Աստծու հետ, մեր հարաբերությունները մեր մարդկանց, սիրելի մարդկանց հետ, մեր ընտանիքի անդամների հետ։ Եկավ այն ժամը, որպեսզի կարողանանք շարունակել ինքնաքննությունը եւ այս գեղեցիկ հոգեվոր բժշկության վերականգնման ընթացքը պատկերացնել եւ տեսնել, թե ինչքան կարևոր բժշկություն ունեցանք, ինչ փոփոխություններ ունեցանք մեր կյանքում։ Որովհետև առողջացող մարդու համար ամենակարևոր իրականությունը տեսնել, թե ինչպես վերականգնվեց իր առողջությունը։ Այդ առողջությունը հոգևոր իրականության մեջ Աստծու հետ մեր հարաբերությունները վերականգնելն է։ Այսինքն, ասել է, թե աղոթքով մեր կյանքը շարունակելը, մեր կյանքի կարևոր անելիքների մեջ տեսնել Աստծու հետ հարաբերությունը, Աստծու հետ զրույցը, Աստծու հետ հաղորդակցությունը եւ այդ հաղորդակցության մեջ խաղաղություն, ջերմություն ունենալը բոլոր մտերիմ մարդկանց հետ։ Կարծում եմ Սուրբ Առաքելական մեր եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին առաջարկած իր այս հոգևոր ընթացքը կարևոր օրեր էին ձեզ համար, սիրելիներ, եւ այդ վերականգնումի եւ առողջացումի այդ ջերմ զգացումները հուզել են ձեր սրտերը եւ ուրախություն եք ունեցել ձեր կյանքի մեջ։ Ուրախություն եմ մաղթում ամենքիս։ Հոգևոր կյանքում, հոգևոր ապրումներով ապրող մարդը ուրախ մարդ է։ Ուրախություն եմ մաղթում ամենքիս։ Աստված պահապան։